Դարապես հիմա քաղաքական մեր դաշտը պարզ է թե այս պահին արդեն այսօր 3 բլոկի գոյությունը գրեթե արդեն հստակ է որ ընդդիմության դաշտում գոյություն ունի։ Մեր ձևով շարժումն էր, որ արդեն գիտեինք, որ գոյություն ուներ, փոխվեց ուժեղ Հայաստան անունով կուսակցություն, հիմնադրվեց, հիմա հավանաբար նրանք նույնպես դաշինքով են գնալու, մարդիկ են միանալու եւ ուժեղ Հայաստան իմանամ դաշինքը այդ անունով կլինի կամ մեր ձևով շարժման անունով կլինի, գնալու է դեպի այդ ուղու, դեպի ընտրություններ։ Դա հիմնական բլոկն է լինում, որ կոնե մինչև վերջին պաշտոնական սոցիալությունները, որ կային կապետ աղբյուրներից կատարվել էին, ընդդիմության շարքերում ամենամեծ տոկոսները ինք ունի։ Երկրորդ տեղում, երկրորդ ուժը, որ կա շատ հստակ կերպով հայտ է ներկայացել մասնակցության համար, Հայաստան դաշինքն է, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կամ Հայաստան դաշինք անունը կպահպանվի, կամ կփոխվի մեկ այլ անունով, հիմա ովքեր կմասնակցեն, չեն մասնակցի, հստակ չի։ Ես անկեղծ եմ ուզում ասել, որ իցե տեղեկություն չունեմ, բայց կարող եմ ենթադրել ինչ-որ տոկոսով, որ դաշնակցությունը լինելու է այս կառույցի մեջ, քանի որ Իշխան Սաղաթելյանը շատ հստակ հայտարարեց, որ նպատակ կա պահպանել այդ կառույցը, որ գոյություն ունի, նոր ուժերով համալրել։ Հնարավոր է, որ մանր փոքր կուսակցություններ միանան նաև այդ դաշինքին եւ համալրվի նոր ուժերով։ Երրորդ բլոկի մասին այսօր հայտարարվեց, թեև խոսվում էր ոչ պաշտոնական կերպով, դա Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանի թե չեմ սխալվում այդ անունով, ուրեմն դաշին կայրակոչ է նախաձեռնություն հիմա ինչ անունը կարող ենք դնել, դա է որ հիմնականում ԲՀԿ-ն է, Բարգավաճ Հայաստանն է, Գագիկ Ծառուկյանը, դրան միացավ Մայր Հայաստան կուսակցությունը, Անչանիկ Թևանյանի գլխավորությամբ, խոսվում է որ ապրելու երկիր կուսակցությունն էլ հավանաբար միանալու է ուրեմն այդ շարժմանը։ Ես նախկինում, այդպես ասած, միան այդպես շատ դրական չեմ վերաբերվել ապրելու երկիր կուսակցության գոյությանը կամ իրենց տարած գործունեությանը, բայց ողջունում եմ իրենց որոշումը բլոկի ձևով հանդես գալու եւ դրական եմ գնահատում իրենց կատարած քայլը այս փուլում անկախ չգնալու ընտրություններին, եթե այդ որոշման իրենք կմիանան, գնահատելի է նաեւ Մայր Հայաստան կուսակցության կայացած որոշումը, քանի որ նրանք կարող էին հավանաբար առանձին գնալ, մենք տեսանք Գյումրում առանձին գնացին, Վաղարշապատում առանձին գնացին, մասամբ հաջողություններ կարողացան ձեռք բերել, Երևանի ավագարդի ընտրություններում իրենց առաջին մասնակցությունը բավական հաջող եղավ եւ որոշ տվյալներով Երևանում բավական իրենք այսօր համակրանք են վայելում, գնահատելի է, կարող են գուցե փորձեն իրենք առանձին մի բան անել, բայց այնքան գիտակցություն ունեցավ պատիվ իրենց Մայր Հայաստան կուսակցությունը, որ հասկացավ, որ ինքը առանձին գնալով ձայներ է փոշիացնելու եւ ավելի լավ է, որ միանա Բարգավաճ Հայաստանին իր ձայները բերի միացնին նրանց, որպեսզի կարողանան ավելի խոշոր բլոկ ձևավորել, ապրելու երկիրն էլ եթե միանա շատ ավելի դրական է եւ գնահատելի ուրեմն քայլ կարող է լինել եւ ողջունելի ամեն դեպքում։ Ես կարծում եմ առավելագույնս մեկ ուրիշ բլոկի տեղ այս դաշտի մեջ բաց կա կարող է ձևավորվել եւ գոյություն ունենալ։ Չորրորդից եթե անցնենք առաջ, արդեն ձայների փոշիացման հնարավորությունը սկսում է մեծանալ, քանի որ բնականաբար կա տոկոսային խնդիրներ, հասկանում եք այստեղ ինչա տեղի ունենում։ Սա շատ կարևոր բան է։ Ամեն դեպքում ԿՊ-ն ունի որոշակի տոկոս։ Մոռացեք, որ ԿՊ-ն ձայն չի բերելու, դուրս է մնալու, նրանք այնց պետական բոլոր ռեսուրսն օգտագործելու են, Նիկոլ Փաշինյանի բոլոր պետական ռեսուրսն օգտագործելու է, հնարավորությունները օգտագործելու է, որքան հնարավոր է տոկոսներ հավաքի եւ հիմա մոտորապես գուցե մի 30% նրանք կարողանան հավաքել, մտնեն ազգով։ Եվ սա շատ նորմալ է, շատ նորմալ է իշխանության եղող որևիցե կուսակցության կամ քաղաքական ուժի համար, ինչքան որ մեկին են դավաճան անվանենք, թուրք անվանենք, այդ պետական ռեսուրսով այդ 30%-ը մեկ այրեն կարող են ստանալ եւ ազգային ժողով ներսեմ մտնում։ Մնում է կողքում մի 70%։ Հիմա ասենք, եթե մի 20%, 25%-ը դնենք մեր ձևով շարժմանը, մի 15%-ը դնենք, ես ինչ գիտեմ, Ռոբերտ Քոչարյանին տանք, ասենք դրանով կլինի, ասենք գուցե մի 40% այդ երկու շարժումների համար մենք նկատի առնենք, մի 10% էլ դնենք Բարգավաճ Հայաստանի համար, 50%, 30% էլ արդեն այնտեղ տվել էինք ասենք ԿՊ-ին, 80% արդեն այստեղից լրացած է։ Տակում մնում է մի 20%-ի ձայն, որ 20%-ից հավանաբար մի որոշակի տոկոսը Նիկոլ անպայմանորեն փորձելու է այդ գրպանային ընդդիմությանը համար ապահովի տարբեր միջոցներով, որպեսզի նրանք գան մտնեն ազգային ժողով իրեն օգնեն, այն տակում շատ բան չի մնում, գիտեք, մաթեմատիկական շատ հաշվարկ է, պիտի գիտակցել, որ մի հատ 4-րդ բլոկի տեղ էլ այդտեղ բաց է մնում, որ կարողանա գուցե մի ինչ-որ տոկոս շահելով մտնի ազգային ժողով։ Հիշեք, որ ազգային ժողով մուտք գործելու համար նոր օրենքով
կուսակցությունների դաշինքը, եթե 3 կուսակցություն է, եթե չեմ սխալում 7.5% է իրեն անհրաժեշտ որպեսզի մտնի ազգային ժողով։ Իսկ եթե արդեն 3 կուսակցությունից բարձրանում է 4 կուսակցություն է լինում դաշինքը, 10% է հարկավոր ազգային ժողով մուտք գործելու համար, այսինքն եթե 10%-ը չապահովես, չես կարող մանդատ ստանալ մտնել ազգային ժողով, եւ եթե 9% շահես 4 կուսակցություններից բաղկացած դաշինք ստեղծած լինես, 9%-ը մնում ես դրսում, 9% շահում ես, բայց մնում ես դրսում, բայց այդ 9%-ը փոշիացնում ես։ Միշտեր այդ 9%-ը կարող է մյուսներին օգնել, որպեսզի ընդդիմությունը հաղթի։ Շատ պարզ մաթեմատիկական հաշվարկումները գուցե հետագային հնարավոր լինի այսպես թղթի վրա պատկերներով ցույց տալ, թե ինչ է կատարվում։ Հետևաբար, եթե մենք 4-րդ բլոկից անցնենք M1-ում, մաթեմատիկական առումով շատ պարզ տրամաբանական հաշվարկներով հնարավորությունը սկսում է նվազագույնի իջնել ազգային ժողով մանդատ ստանալու շեմ անցնելու մուտք գործելու համար եւ դրանից հետո արդեն սկսվում է ձայների փոշիացումը։ Այս